կարևոր հարցադրումների համար իրականում ես էլ խոսքս կառուցեցի այն տրամաբանությամբ, որ թե դրականը ներկայացվի եւ թե նաեւ մտահոգիչ կոմպոնենտները, որովհետեւ իրականում խնդիրներ ունենք եւ պիտի լուծենք այդ խնդիրները։ Ինչ վերաբերում է տրանսպորտային միջոցներից կատարված գողություններին, տեսեք, ես նաև խոսքի սկզբում էլ ներկայացրեցի, որ երբ որ մենք նկատում ենք որոշակի ամսվա կտրվածքով դեպքերի հաճախականություն, այսինքն պայմանականորեն հոկտեմբեր ամսվա կտրվածքով, եթե յուրաքանչյուր օր կամ յուրաքանչյուր շաբաթ տեղի ունենում նմանատիպ դեպք, մեզ մոտ հանրային տիրույթում սկսում է անընդհատ խոսվել, անդադ քննարկել այդ հարցը եւ իներցիայով մենք այն ընկալումն ենք ձևավորում, որ այ Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցներից կատարված գողությունները էական աճ ունեն, յուրաքանչյուրի տրանսպորտային միջոցից կատարվում է գողություն, Տիկին Խամոյանի մասով եւս համապատասխան հրապարակում կար, Տիկին Խամոյանը նշեց, որ ինքը չի վստահում ոստիկանությանը, չնայած որ մենք հայտնաբերեցինք առանց դիմումի եւ հանցագործությունը բացահայտվեց, սիրելի գործընկերներ, ուզում եմ ասել, որ հիմնականում, երբ որ անընդհատ նեգատիվ ֆոնով քննարկվում է թեման, պարոն Բագրատյան, տպավորություն է ձևավորվում այդպիսի, բայց մենք պարբերաբար ոստիկանության կայքեջով տալիս ենք նաև բացահայտումներ։ Ուղղակի հասկանում եք, որ առաջնային էֆեկտով տրված ինֆորմացիան շատ ավելի լավ է քննարկվում, քան երբ որ կա դրա բացահայտումը։ Այստեղ իրականում խնդիր ունենք, որովհետև եթե տեսնենք բացահայտումների կտորը, կնկատենք, որ մենք մեթոդաբանական փոփոխություն ենք արել եւ ինչպես բնակարանային գողությունների դեպքում հիմա շեշտը դրել ենք խմբերի բացահայտմանը, որովհետև տեսնում ենք, որ կա պրոֆեսիոնալ խումբ, որը ոչ միայն Երևանում, այլ նաև Կոտայքում, Արարատում, Արմավիրում իրականացնում է այս գողության դեպքերը եւ մի խմբի բացահայտումը թույլ է տալիս մեզ հետագայում համանման այլ դեպքերը նախ կրճատել եւ երկրորդ արդեն իսկ իրականացված դեպքերի մասով բացահայտման տոկոս ապահովել։ Այս պայծրության բացահայտման ցուցանիշը շուրջ 30% է կազմում տրանսպորտային միջոցներից կատարված գողության, որը ես գնահատում եմ դեռևս ոչ բավարար, այս մասով ունենք աշխատանք տանելու, բայց 16 խումբ բացահայտված եւ նաեւ շորթում կատարող 4 խմբի բացահայտումը այս մասով կարծում եմ պատկերում էական փոփոխություն կբերի։ Շնորհակալություն Տիկին նախարարի, տպավորություն կա աշխարհում էլ այդ խնդրը